Շնորհակալություն հրավերի եւ այս կարեւոր հասարակության համար արտի խնդիրը ձեր մոտ քննարկման առարկա դարձնելու համար տեղեկացնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է բողոքներ անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներից։ Խնդիրը ել ավելի սրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, մինչ այդ էլ տեղեկացնեմ, որ աշխատակազմը ստանում էր բողոքներ արդեն Արցախյան առաջի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամներից եւ մարդիկ կարելի ասել տասնամյակներ շարունակ չեն դադարում փնտրել իրենց հարազատին։ Նախ գործընթացը իր բնույթով մարդասիրական է, հետևաբար մարդու իրավունքների պաշտպանը պետք է արձագանքի բոլոր խնդիրներին եւ հենց այդպես էլ անում ենք, չնայած իրավական ոչ լայն, պաշտպանի լիազորություններին այս ոլորտում նկատի ունեմ օրինակ նույն որոնողական աշխատանքներ իրականացնելու կամ պետության անունից բանակցություններ վարելու եւ այլն, մարդու իրավունքների պաշտպան ուղղակի չունի, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք լիազորություն պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասով։ Տեղեկացնեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո ստացել ենք 1000-ից ավելի գրավոր ու բանավոր բողոքներ։ Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում այդ թիվը 1000-ը գերազանցում էր։ Եվ հիմնական խնդիրը, որը շարունակում է պահպանվել առ այսօր, բազմաթիվ ընտանիքներ տեղեկություններ չունեն իրենց հարազատների գտնվելու վայրի ճակատագրերի վերաբերյալ։ Հիմնական խնդիրը ընտանիքների մոտ այս ամբողջ ընթացքում բացի ճակատագրերի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումից վերաբերում է հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սոցիալական, ֆինանսական, կրթական եւ տարաբնույթ այլ հարցերի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալուն։ Առավել արդի խնդիր գնալով դարձել է ու հիմա էլ արդիական է վերաբերում է քրեական վարույթի շրջանակում պատշաճ քննության իրականացմանը, ԴՆԹ փորձաքննությունների հետ կապված, իդեպ շատ ծնողներ համաձայն չեն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ, ներկայում էլ առկա են բազմաթիվ մարմիններ, մասունքներ եւ ընտանիքները ուղղակի հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ԴՆԹ պատասխանների հետ, ընդ որում ընտանիքները նաև ունեն իրենց հիմնավորումները։ Ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնամ, շնորհակալ եմ։ Մի հստակեցում, դուք նշեցիք 44-օրյա պատերազմից հետո ստացել եք շուրջ 1000 դիմում, այն պարագայում, երբ ըստ քննչական կոմիտեի տվյալների անհայտ կորած անձանց թիվը 195 է։ Այո, այս միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 1000-ից ավելի գրավոր ու բանավոր բողոքներ ենք ստացել։ Իդեպ այդ ընթացքում մի շարք անձանց եւ զինծառայողներ եւ քաղաքացիական անձանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկությունները պարզվել են։ Եվ ոչ միայն իմ նշած միայն 44-օրյան էր, բայց նաև նկատի ունենանք, որ դրանից հետո էլ ադրբեջանական ագրեսիաների ընթացքում մենք ունեցել ենք մի շարք անհետ կորածներ եւ նույնը վերաբերում է նաև բռնի տեղահանման գործընթացում եւ այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական ագրեսիայի 23 թվականի սեպտեմբերի 19-20-ը նկատի ունեմ Իդեպ այդ դեպքերով կա նախաձեռնված 2 քրեական վարույթ եւ 183 զինծառայող եւ 25 քաղաքացիական անձ անհետ կորած են համարվում։ Շնորհակալություն, պարոն